Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մեհրաբյան, վարչապետը արդեն քանիցս հայտարարում է, որ 2026 թվականի երկրորդ կեսին արդեն կսկսվեն TRIP-ի շինարարական աշխատանքները։ Նախ անդրադառնանք այն մասին, թե ինչու 2026 թվականի երկրորդ կեսին ըստ ձեզ, դա ընթացակարգերի հետ կապ ունի, թե նաև կարող ենք ուղղակի եւ անուղղակի ձևով կապել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների եւ արդյունքի հետ։ Դա կապ չունի ընտրությունների հետ եւ մոտավորապես արդեն ուրվագծվել է այն ընկալումը, թե ինչ ալգորիթմով եւ ինչ ժամանակահատվածում որ փուլը պետք է իրականացվի։ Հիմա մենք տեսնում ենք, այսպես իրավաբանական փուլն է ընթանում եւ բանակցությունները դրա հետ կապված են։ Դրա մասին էլ բաց տեքստով վարչապետն ասաց, որ հայ-ամերիկյան կոնսորցիումը ձևավորվելու եւ տնօրենների խորհուրդ, որը կկառավարի սկզբից շինարարությունը, իսկ հետո արդեն գործունեությունը, որին հետո կհետևի այն, որ արդեն ձևավորված կոնսորցիումը տենդեր կհայտարարի եւ շինարարական ընկերություններ, ներդրողներ կներգրավի այդ ամենում եւ հետո դրա այդ ամենը, ասենք, որոշակի ժամանակահատված է պահանջում, դրան էլ արդեն կհետևի շինարարության փուլը եւ ըստ ընկալման, որի մասին էլ բաց տեքստով խոսվում է, այդ մեկնարկը կտրվի արդեն 26 թվականի երկրորդ կեսից սկսած։ Ինչքան էլ կտևի, դրա մասին էլ կա մոտավոր ընկալում, այս օգոստոսի 8-ից հաշված մոտ 3 տարի մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ։ Այն մոտավորապես այդ ընթացքում մենք գոնե հիմնական մասով արդեն գործարկված կունենանք, Այստեղ ընտրությունների հետ կարող է կապ ունենալ տեսականորեն մի դեպքում, երբ որ գա օրինակ, ասենք մի քաղաքական ուժ, որը, ասենք, սենտիմենտալ զգացմունքներ ունենա Ռուսաստանի շահերի նկատմամբ եւ ասի, չէ, սա լավ պայմանագիր չի, ոչ մի բան էլ չենք սարքում, եւ այս պայմանավորվածությունը չեղարկի ու այդ ամենը գնա դեպի անորոշ ապագա։ Այդքանով կարող է կապ ունենալ ընտրությունների հետ, բայց ես չեմ կարծում, որ հասարակական ընկալումները պարունակում են իրենց մեջ այնպիսի նախադրյալներ, որ դա այդպես կարող է տեղի ունենալ։ Իհարկե, եթե այսպես ասենք, դիվերսիաներ տեղի չունենան, այսպես ասենք, պետությունն էլ հարված բաց չթողի, էլի։ Այսինքն այդ ուժերը այլ տարբերակ եւ շանսեր չունեն խորհրդարանում հայտնվել, որոնց չունեն, նրանք պատմականորեն դատապարտված են, նրանք պետք է գնան դեպի արդեն պատմության գիրկը եւ ասպարեզը բացեն արդեն այլ ուժերի ավելի այսպես համարժեք, adekvat ուժերին իրենց տեղը զիջան եւ շարժվենք առաջ։ Պարոն Մեհրաբյան, բայց ամեն դեպքում օրեր առաջ թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը իրենց հարցազրույցներում ամենատարբեր ֆորմատներով նշում էին այդ վերադարձի ակնկալիքի մասին եւ ամենատարբեր խոստումներ էին անգամ տալիս, օրինակ Ռոբերտ Քոչարյանը խոստանում էր նաեւ հանրային համերաշխությունը վերականգնել ու ասում էր, որ 21 թվականի իր ամենամեծ շոկն այն էր, որ քաղաքացիական պայմանագիրը վերընտրվել է։ Դե գիտեք ինչ, այդ ամենն էլ այնպես չէր, որ նրանք էին նախաձեռնող այդ ամեն։ Դրան նախորդեց նոյեմբերի 9-ի այդ եռակողմ փաստաթղթի հնգամյակին նվիրված Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը դեռ մի քանի օր առաջ նոյեմբերի 9-ից մի ցինիկ, մի զազրելի մի հայտարարություն, որ կարծեք թե ոչինչ չի եղել այդ 5 տարվա ընթացքում, ունենց գործերը սովորական հունով ընթանում են,
Դե 5 տարին անցել է, դե մի բան պետք է ասեն, ասում են։ Այդ ամենն ընկալվեց որպես ազդակ այստեղի այդ 5-րդ Շարասյան եւ 6-րդ պալատի կողմից եւ սկսեցին տարբեր ծակուծուկերից տարբեր ելույթներ։ Ինչին էլ ականատես եղանք։ Եվ ինչն էր դրանց միավորում, որ այդ ելույթները ուղղված էին Ռուսաստանի պարզաջրմանը, հա, ասենց ասենք, սպիտակեցմանը, Ալիևի եւս պարզաջրմանը, արի ուտես, եւ մեղքը Հայաստանի Հանրապետության վզից կախտալը։ Եվ այս ասելով Հայաստանի Հանրապետության օրվա իշխանության վրա։ Դուք երկու անուն ազգանուն տվեցիք, տեղ մի հատ ստորակետ դրեք, կողքնել դրեք Բայրամովին եւ հետո էլի Մարիա Զախարովային։ Եվ պատկերը կամբողջանա ըստ այդմ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի դեմ այս հիբրիդային պատերազմ, որը տարիներով ընթանում է, ուղղակի նոր այսպես փուլ սանձազերծելու տեղեկատվական առիթ հանդիսացավ նոյեմբերի 9-ի այդ հնգամյակ կոչվածը եւ ըստ էության այդ ողջ խոսակցությունն ուղղված էր նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա անգործունակ եւ ի վիճակի չլինի իրականացնել օգոստոսի 8-ի համաձայնությունները եւ մեղքը բարթեն Հայաստանի վրա, որն է Ադրբեջանի շահսրանում, Ադրբեջանը շատ կուզենար դա այդպես լիներ, Հայաստանը կհայտարարվեր որպես դրա մեղավոր, Ադրբեջանն էլ կնախաձեռներ վերաբանակցում, բայց արդեն ոչ թե Հայաստանի հետ, այլ Հայաստանի մասին այլոց հետ եւ Հայաստանի հաշվին։ Եվ ռուսներն էլ իրեն շահում են, իրենք էլ կդառնային այդ վերաբանակցման կողմ, հա։ Իսկ այստեղ էլ արդեն դա կներկայացվեր, որ գալիս են մեզ փրկելու։ Այսինքն ինչպես միշտ, այստեղ էլ նորություն չկար։ Այդ խաղը ուղղակի ի սկզբանե բացված էր, այսպես ասենք, դա ինչ են ասում, տեղեկացված ես, ուրեմն զինված ես։ Դա այդ ամեն ինչը բացի ծաղր ու ծանակից ուրիշ բանի արժանի չէր բնականաբար, դրան էլ արժանացավ։ Եվ բայց երբ որ Բայրամովը նաև իր այդ հարցազրույցում հանրայնացնում էր վարչապետի հետ ունեցած այդ խոսակցությունները, ասում էր այդ բանակցային process-ի մասին էր խոսում եւ ասում էր այդ տարբերակին Նիկոլ Փաշինյանը չի համաձայնվել, անգամ ասել է, որ դա շատ վտանգավոր է անձամբ իր համար եւ նման խոսակցություններ։ Այստեղ նաև հակասություններ կա, նույն 2018 թվականից հետո կհիշեք ՀՀԿ-ն այլ ընդդիմադիր ուժեր պնդում էին, որ վարչապետը եկել է այն միտումով, որ այդ հողերը պիտի հանձնի։ Այմարդ, ուրեմն մայիսի 9-ին էր, չէ, թե 8-ին էր վարչապետ երբ դարձավ, դրա հենց հաջորդ օրվանից սկսեց այդ խոսակցությունը։ Վերջ եկել է Ղարաբաղը հանձնելու։ Սերժ Սարգսյանի հետ կապված մի հատ կոռուպցիոն գործ կար, վերերկենում ինչ էր ասում։ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում։ Այսինքն դրած իրավիճակի ինձ սրում ես մի կողմից, որ Հայաստանը առավել մաքսիմալիստական ձևով դիրքավորվի եւ Ադրբեջանին այլ տարբերակ չթողեն, քան ռազմական ուժին դիմել։ Սա տեղավորվում է ռուսական սցենարի մեջ։ Այն փայլուն օպերացիայի, որը Շոյգուն պետք է թուրքերի հետ համատեղ իրականացնելուց հետո էլ բաց տեքստով ասեր ուժ հասկացողների համար էլի։ Ահա ողջ պատկերը։ Ինչի մասին է խոսքը։ Լավ, հիմա Քոչարյանն էլ ասում է, երբ որ մեզ սահմանափակում են 29000 եւ այլի մեջ, ասում է մեզ գործոն չեն ընկալում։ Եթե դու ուզում ես քեզ գործոն ընկալեն, դու պիտի քեզ չսահմանափակես։ Կհիշեք 2022 թվականի իր մյուս հարցազրույցում էլ նախորդ ասում էր, որ եթե ուզում եք, որ մեզ գործոն
ընկալեն աշխարհում, մեզ հետ հաշվի նստեն, մեզ հետ զրուցեն, պիտի ավելի մեծ միության կամ պետության, այսպես մաս լինենք։ Ինչ ասեմ։ Հիմա գործոն համարելու, գործոն լինելու Քոչարյանի մոդելը։ Վերջին բանը, ինչ ես կուզենայի անել, դա Ռոբերտ Քոչարյանին բովանդակային քննարկելը, հա, կամ ասենք հերրակա ինչ որ բանավեճի մեջ մտնելը իր բերած այդ այսպես կոչված թեզերին հակադարձել է, էլի։ Այս ամենը ուղղակի մի բանի մասին է, որ իր այդ ասածները կապ չունի Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Կապ չունի, բայց ուղիղ կապ ունի Ռուսաստանի շահերի հետ։ Այո, Ռուսաստանին պետք է Հայաստանը հանդես գա անմեղսունակ դիրքերից եւ Հայաստանի դառնա ոչ պայմանագրունակ, հա, եւ Հայաստանի անունից Ռուսաստանը առնչվի ամբողջ աշխարհի հետ։ Ինչ անում Ռուսաստանը։ Ռուսաստանը թունավորում է Հայաստանի կապերը, հարաբերությունները արևմուտքի հետ, թունավորում է Հայաստանի հարաբերությունները հարևանների հետ, թունավորում է Հայաստանի հարաբերությունները Սփյուռքի հետ եւ թունավորում է ամեն ինչ։ Ինչի համար, որովհետև միայն այդպիսի Հայաստանն է, որ այլ տարբերակ չի ունենա, քան Ռուսաստանի տակը լինելը, հա, որ այդ դիրքում էլ ռուսներն էլ ասեն «ակուդա վիձենիցես»։ Ու նույնիսկ իրենք էլ, ինչպես ժողովուրդն է ասում, լայախ չանեն դա ասեն, այլ այդ ասելիքը դնեն Լուկաշենկոյի բերանը։ Ամբողջացավ պատկերը, ինչ է ասում Ռոբերտ Քոչարյանը եւ ինչու։ Ամբողջացավ պատկերը, որ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։ Ամբողջացավ։ Ահա պատասխան։ Վերադառնանք խաղաղության օրակարգին, պարոն Մեհրաբյան, ըստ ձեզ ինչն է խնդիրը, որ արդեն 3 ամիս եւ ավելի է ինչ կա օգոստոսի 8-ի այդ համաձայնեցված փաստաթղթերը, ստորագրված նախաստորագրված խաղաղության պայմանագիրը, բայց ուժեր, անհատներ կան, որ հաստ չեն այդ իրողության հետ, անգամ այսպես պարբերաբար խոսում են մեռելացին նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, դրա 9-րդ կետի մասին, անգամ Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ասում են, որ չեն հավատում այս խաղաղությանը, այս իշխանության բերած խաղաղության եւ այսպես շարունակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ խաղաղությունը արդեն եկել է, 1 տարի 8 ամիս է արդեն սահմանին զինվոր չի զոհվել եւ նաեւ Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ղազախական եւ ռուսական ցորենը հասել է Հայաստան։ Այստեղ ընդդիմությունը քննարկում է վերջին օրերին թե ինչ կարգի ցորեն էր, դա անասնակեր էր թե անասնակեր չէր, բայց այստեղ իրողությունը բուն, որ Ադրբեջանը նաեւ իր տարածքը որպես տարանցման այդ հնարավորություն է տալիս Հայաստանի համար։ Սա խաղաղության օրակարգի մաս է, թե մաս չէ, որովհետև նույն Օվերչուկը հայտարարեց, որ սա Ռուսաստանի ջանքերի մասին է, Աննա Գրիգորյանը Հայաստան դաշինքից ասաց, որ անձամբ Պուտինի ջանքերն են այստեղ, պուտինյան ճանապարհով ցորենը հասավ Հայաստան եւ այսպես շարունակ։ Հիմա ինչպես հասկանալ այս խոսակցությունները։ Հիմա խոսակցությունները հետեւյալն են։ Այս ամենը ի հայտ է բերում մի հետեւյալ պատկերը։ Պաշտոնական Մոսկվան այդ Օվերչուկները, հա, փողկապ կապած սիրուն բաները որ ասում են, այդ ամեն հալաջյուրի տեղ ընդունել պետք չի։ Ռուսաստանը խաբեբայ է եւ խաղում է 2 ձեռքով։ Աջ ձեռքով այն է, ինչ ասում են Օվերչուկները մեկը մյուսը։ Ձախ ձեռքով դա Ռուսաստանի շատ լավ կոորդինացված ջանքերն են խափանելու օգոստոսի 8-ի այս համաձայնությունները։ Խաղալով 2 ձեռքով ռուսները այո նաև իրենց խաղի մեջ ներքաշում են այդ խոսացող բերաններին, ասենք, որոնց անուն ազգանունն էլ տալ պետք չի, այլ կարելի է համարակալել բերան համար 1, բերան համար 2, համար 3 ու չսխալվել, որովհետև դրանք նույն ասենք նույն սերվերից դուրս եկող, հա, ասենց բերաններ են։ Սա Ռուսաստանի մասով։ Ադրբեջանը եւս խաղում է 2 ձեռքով։ Ես ասացի։ Ադրբեջանը դեռ վստահ չի, որ Ռուսաստանը Հայաստանից դուրս է եկել անվերադարձ։ Դա այն է, ինչ Հայաստանը պետք է վաղուց աներ 22 թվականից սկսած։ Եվ դա այն էր, ինչ Հայաստանը չի անում մինչ օրս։ Կամ անում է այսպես դիետիկ, հա, ասենք
մեղրի անցակետից հանումը սահմանի վրա դարձնում է համատեղ։ Մարգարեից հանումը սահմանի վրա դարձնում է համատեղ, ինչ համամասնությամբ բնականաբար մենք չգիտենք։ 3 տարի է սահմանապահների այն քանակը չի նախապատրաստում, որպեսզի նրանց հետո ասի հաջողություն, իսկ Երևանի ազատության պողոտայում այդ FSB-ի որջը փակի ձեռներից էլ շենքը վերցնի։ Չի անում Հայաստանը։ Հայաստանում ազատ վախտում է Ռոսսատրուդնիչեստվոն, Ադրբեջանում փակա։ Ռուսկի դոմ, ընդ որում սենց չարորակ ուռուցքի պես Հայաստանով մեկ լցված է։ Դա չի փակում։ Չի փակում։ Իսկ Ադրբեջանի համար որ տարբերակն է ավելի, Լսեք, այսպես ասեմ, ձեռնտու, Լսեք, Ադրբեջանի համար ձեռնտու է այն ամենը, ինչ ձեռնտու է իրեն։ Ոնց կստացվի։ Իսկ նրանք քանի որ ռուսական սենց ներկայություն կա Հայաստանում վստահ չեն ինչ կլինի, ինչ չի լինի, նրանք չեն ուզում ռուսների հետ կոնֆլիկտ ունենան։ Եթե տեսնում են, որ Հայաստանը ռուսներին արդեն բարի ճանապարհ է ասելու ռուսներն այլևս այստեղ հետ չեն գալիս, որովհետև Հայաստանում այլևս հետ գալու նախադրյալներ չկան, Ադրբեջանը ուզի չուզի, դրա հետ պետք է հաշվի նստի։ Որով ու Ադրբեջանին դժվար չի լինի ինքն էլ ռուսներին ասի, չէ։ Իսկ այդտեղ Ադրբեջանը եւս երկու ձեռքով է խաղում։ Որովհետև դեռ տեսնում եմ, որ կարող է լինի նաև այնպիսի տարբերակ, երբ այո, այս օգոստոսի 8-ը մեկ էլ տեսած չլինի։ Եթե պետք է այդպես ընթանա դեպքերը, նա թող դա չլինի ոչ թե իր մեղքով, այլ Հայաստանի մեղքով։ Ռուսները դա չեն ուզում են։ Պարոն Մհրաբյան, քանի որ Հետևաբար նման գայթակղություններ չթողելու համար մեռանք ասելով վզակոտներին ձեր սիրելի կառավարությունը պետք է տա եւ ճանապարհի։ Շատ սիրուն, ինչպես շատ քաղաքավարի, ինչպես։ Դրոշ բարձրացնելով, Պրաշյանյե Սլավյանկի մարշը փչելով, ծափ տալով, շնորհակալություն ասելով, բայց միակողմանի տոմսը բուրները դնելով, ինչպես։ Այ հենց այդպես։ Ասելով էլ մեծ պետք չեք դուք։ ասացիք, որ Ռուսաստանը հիմա գործում է ձեր բառերով ասած խոսացող բերանների միջոցով։ Նայեք։ Հիմա այդ խոսացող բերաններով կսահմանափակվի, թե այլ գործիքների սպասել, այլ Ամեն ինչ գործողությունների։ էլ պետք է սпасել, ռուսները ցանկացած գործիք, ռուսները հա ատամ են գցելու։ Տեսնելով ատամը կտրի թե չէ, որ կտրեց, կածելու է մինչև վերջ։ Ես սկզբից էլ ասացի, շատ կարևոր է, որ մենք հանգարց հարված բաց չթողնենք։ Չկա այնպիսի ստորություն, որին Ռուսաստանն ընդունակ չի։ Մենք պետք է հենց այս կանխավարկածից ելնելով պլանավորենք մեր քայլերը։ Իսկ որպեսզի Ռուսաստանը չունենա հնարավորություն առնվազն մեզ վրա մեր ներսից հարձակվելու, ռուսական ներկայությունը Հայաստանում այլևս պետք է լիկվիդացվի։ Այս հեծի հարցի լուծումը պետք է դառնա նախադեպային, որովհետև էլի ընկերություններ կան, որտեղ տիրում է խուժանությունը, ով գիտի ավելի մեծ։ RЖD, որի հետ կապված 18 թվականին մի հատ sense հպանցիկ ստուգումներ եղավ, 120 միլիոն բան բացվեց։ Հետո ինչ եղավ։ Լավրովի գրմռոց եւ լռություն։ Բացեք այդ ամենը։ Քանի դուք ունեք RЖD, դուք խաղաղության խաչմերուկ չեք ունենալու։ Որոշ սակավամիտներ տարբեր եթերներում խոսում են ինչի մասին, որ այ գիտեք ինչ լավ է, այ հիմա որ ապաշրջափակում կլինի, RЖD-ն կմեծացնի իր ներդրումները։ Խելքները հացի հետ եք կերել, չհասկացա։ Թե դուք քաղաքականությունը խառնում եք հաշվապահության հետ եւ ձեր համար կարեւորը որ պլյուս կանգնի, հա, իսկ արևն էլ կարող է չծագել։ Էսա ձեր խելքը։ Դա ինչ որ փորձագետներ են, տնտեսագետներ։ Մենք ծանոթ ենք այդ պրակտիկային 12-13 թվականին։ Հա, իրենց տնտեսագետ կոչող գրպանահատները ոնց էին տնտեսագիտության մեջ փաթեթավորում Ռուսաստանի շահերը եւ կապում մեր գլխին, ասելով որ դա ձեռնտու է։ Կներեք։
մեր ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը եւ մեր անկախությունը գին չունի, հա? Ավելի էժանի համար 10% էժանի համար մենք չենք կարող, մենք ինքներս մեզ ծախենք, հասկանում եք։ Մենք տեսանք ամբողջ Եվրոպայի այս էպոպեյան, ասենք, ռուսական գազի հետ կապված։ Բրեժնևի ժամանակ գործարք կնքվեց, չէ, խողովակներ գազի դիմաց, որ պատերազմ չլինի, հա, սառը պատերազմում, այսպես լիցքաթափում տեղի ունենա, ճիշտ է, ահա, սարքեցին, Սիբիրից գազը սկսեց գերմանական խողովակներով գալ Եվրոպա, Պուտինի ժամանակ ծավալները աննախադեպ էին, էդ էլ քիչ էր, մի հատ էլ սկսեցին ծովերով, հա, թուրքական հոսք, հյուսիսային հոսք, բայց ինչ Պուտինը առաջնորդվեց տնտեսական շահով, չէ, տնտեսական շահով չէ, նա վեր կացավ, ասաց, հիմա մեր ձեռքում էներգետիկ զենք է, Եվրոպան սկզբից զարմացավ, հետո զայրացավ, հետո ընկավ խուճապի մեջ, իսկ հետո ընդունեց ճիշտ որոշում, բայց այսքան ժամանակ արած այդ ռազմավարական սխալի պատճառով բուծված էր մի հրեշ, որի անունն էր Ռուսաստան։ Հիմա մենք այդ նույն բանը չենք հասկանում, որ մի քիչ էժան ցորենը դա լծակ է Հայաստանի դեմ, մի քիչ էժան գազը դա լծակ է Հայաստանի դեմ, էլ ինչ էժան բան կա, այդ ամեն ինչը լծակ է Հայաստանի դեմ, իսկ RŽԴ-ն ընդհանրապես աբսուրդ է, ոչ էժան է, ոչ օգուտ կա, RЖԴ-ն ոնց որ լինի գոլ օղի, հա, թափելը ափսոս է, խմելը զզվելի, ոչ մի օգուտ չկա դրանից։ Իսկ ինչպես կարող է խոչընդոտել այդ խաղաղության գործընթացին, ինչպես դուք ասացիք։ Ինչով կարողանա կխոչընդոտի։ Ինչով կարողանա, թույլ տվեցիք կխոչընդոտի։ Հիմա կա մի շուն, դուք ասում եք ինչպես կարող է շունը կծի, դե ինչպես կարողանա, այնպես էլ կկծի, չկարող է, թույլ չտակ չի կծի։ Բայց չպետք է զարմանալ, որ շունը կծում է, հասկանում եք։ Լավ, պարոն Մեհրաբան։ Աստված տենց է ստեղծել։ Տևական ժամանակ է խոսում է հիբրիդային պատերազմի մասին, դուք եք պարբերաբար դրան անդրադառնում են ամենատարբեր պաշտոնյաներ։ Հիմա այդ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ նաև ինչ պիտի անի Հայաստանը, ինչ ճանապարհով պիտի գնա, հաճախ մատնացույց է արվում Մոլդովայի օրինակը, որը գնաց օրինակ որոշ լրատվամիջոցների փակման ճանապարհով, կուսակցությունների փակման ճանապարհով, որոշ անհատների հետ կապված սահմանափակումներ եղան։ Հիմա Հայաստանը ինչ ճանապարհով պիտի գնա, որովհետև մի կողմից Հայաստանի վարչապետը ինչ է ասում։ Ասում է, այս կուսակցությունները պետք է չլինեն այլևս հաջորդ խորհրդարանում, ճիշտ է։ Ես մեջ բերում եմ։ Ճիշտ է ասում։ Հիմա հարց ո՞նց։ 21 թվին, երբ որ Հայաստանում պետությունը ընկած էր գետնին, հայտնի պատճառներով, կոչ եղավ ժողովրդին, որ ժողովուրդ վիճակը սա է։ Ձեր անմիջական մասնակցությունն է պետք գետնից վերցնել, բարձրացնել եւ դնել իր պատշաճ տեղում, հա։ Ինչն է ժողովուրդն արեց։ Հիմա անցել է 5 տարի։ Պետությունը գետնին ընկած չի։ Բայց ձեր սիրելի կառավարությունը էլի ասում է, ժողովուրդ, դե դուք գիտակից եք ախր, չէ՞, դուք խելոք եք։ Մի հատ գիտեք էլի ինչ պիտի անեք եւ այլն, ես էլ դե զբաղված եմ ուրիշ գործերով։ Այդպես չի լինում։ Մոլդովայից եք խոսում։ Ես չեմ ասում Մոլդովան ինչ արեց ու ինչ չարեց կոնկրետ քայլերով, բայց Մոլդովայում տեղի ունեցավ մի կարևոր բան։ Մոլդովայում ինչ արվեց եւ արվեց ինչը պսակվեց հաջողությամբ, դա արվեց մի բանի շնորհիվ, որ պետությունը եւ հասարակությունը գործընկերություն հաստատեցին այս օրակարգի շուրջ։ Ճիշտ դիագնոզելով, թե սա ինչ վտանգ է իրենից ներկայացնում, ինչպիսին է դրա բնույթը եւ ինչ հակադրել դրան։ Եվ դրանից հետո նոր արդեն արեցին դրանից ածանցվող
եզրակացություններ, թե ում են փակում, ում են բացում, ում են, չգիտեմ, ականջները մեխում պատերին, թե ինչ են անում կամ ինչ չեն անում, չէ՞։ Ինքնանպատակ ոչինչ չարվեց։ Հիմա նույնը Հայաստանում։ Ես ուզում եմ հարց տալ, իսկ կառավարությունը վստահ է, որ հասարակությունը պետությանը տեսնում է որպես իրեն գործընկեր։ Որովհետև պետությունն ինչ է ասում, հանձինս քաղաքական մեծամասնությունը, ասում է ժողովուրդ, դե դու խելոք ես։ Իա հասկացանք հետո։ Բա դուք անելիք չունեք ստեղ։ Անելիքը ո՞րն է, դա հասկանանք էլի, պարոն Մերհաբյան, որովհետև մի Անելիքը կողմից ասում ո՞րն են է, անելիք, ուրեմն ի կատար ածել սեպտեմբերի 18-ի Միեդի դատավճիռը իր քաղաքական, օրենսդրական, իրավակիրառական բոլոր մասերով, բարոյականն էլ հետը։ Այդ դա պետք է անի պետությունը։ Եվ դա անելով այն կուսակցությունները, այն անձինք ցուցակով, ովքեր դերակատարում են ունեցել 2008-ի մարտի 1-ին պետության անունից մարդ սպանելուն, այդ սպանությունը պարտակելուն, հարյուրավոր մարդկանց ծեծելուն, հազարավոր մարդկանց հալածելուն, ռեպրեսիաներին, հազարավոր ընտանիքների ճակատագրերի հետ խաղալուն։ Այդ ամենը պետք է օրենքով ցմահ դուրս դրվեն քաղաքականությունից։ Այսօր կա դրա սոցիալական պահանջը։ Ու մի ասեք, խելոք են թե խելոք չեն։ Եթե պահանջը կա, ուրեմն խելոք են։ Ու պետք չի խելոքին մի հատ էլ ասել, որ դու խելոք ես։ Գնա տարա։ Այսա պետք է արվի։ Հիմա հարցս նրա Ընդ որում դա պետք է արվի օրենքով, որը դեռ չկա։ Այդ օրենքը պետք է ուրեմն շատ շուտ ադապտացված մեր իրողություններին օրինագիծ կազմվի եւ ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, եզրակացությունը ստացվի եւ արագ օրենք դառնա եւ սկսի կիրառվել։ Ի կատարում ընկրկնում եմ։ Արդեն կատարման համար պարտադիր դատավճիռ է։ Հիմա Չի կարող այլ տարբերակ լինել, հասկանում եք, որովհետև այդ այսպես կոչված քաղաքական ուժերը իրենց այսպես կոչված մամուլով ինչ են անում։ Իրանց կեղտոտ փողերը փրկելու համար, այդ կեղտոտ փողերից մի մաս հատկացրել են դրան, չէ՞։ Էլ եմ ասում, այդ կեղտոտ փողերը եւ ունեցվածքը փրկելուն։ Այս ընթացքը կասեցնելուն։ Ես մի կուսակցության ներկայացուցիչ եմ, որը ոչ ապօրինի ունեցվածք ունի, ոչ էլ կեղտոտ փող։ Հիմա դուք ասում եք դե լավ դուք էլ եք խելոք, գնացեք, մասնակցեք, դեմոկրատիա, կներեք, ոնց որ դուք կանգնացնում եք մի վազքի մրցմանը վազորդներին, հա, իսկ չեք հետևում, ով է դոպինգ ընդունում, ով չի ընդունում։ Էլ չեմ ասում, այնտեղ ծոցը մի հատ, ասենք, մահակա պահում են կողքի վազողների գլխի նախափում բան, հա։ Ձեզ չի վերաբերում, ձեր գործը մենակ են ստարտի ատրճանակից կրակելն է, ու հետո դուք համարում եք գործ չունեք, ասում եք դե դուք խելոք եք, վազեք։ Դա տես չի։ Տես չի։ Խաղի կանոնները պետք է սահմանի պետությունը։ Հիմա ասում են KGB-ի ագենտ, KGB-ի ագենտ, KGB-ի ագենտ, այդ KGB-ն ունի այսօր ուղիղ հետնորդ FSB-ն է։ Համ ասում եք KGB-ի ագենտ, համ ուղարկում եք FSB-ի ակադեմիա մարդ սովորի, որ գա մեր քաղաքացուն, տանում եք այնտեղ, որ վերբով կանեն, գցում եք թշնամու որջը, որ հետո գա մեզ ծառայի, բա լավ խելքը որտեղ է։ Հիմա ես չեմ հասկանում, այն որ ասում են, չէ, Տեր հայր կամ խաչդ հանի կամ անդրավարտիքդ բարձրացրու, էլի։ Մենք հասկանանք ինչն է հիմա։ Հիմա այդ KGB-ն լավա թե KGB-ն վատա։ Բայց հիմնավորելով, էլի, որտեվ լավն էլ պետք է պատասխան ունենա թե ինչու, վատն էլ, հա։
Վատա հասկացանք ինչու։ Բայց չկան։ Ու ինչի համար։ Սրանք հարցեր են։ Իսկ այդ հայտարարությունները, քանի որ KGB-ից խոսեցիք, ինչ եք կարծում, այդ հայտարարությունները ծանրակշիռ նաև ապացույցներ կան դրանց համար, եւ վարչապետը օրինակ խոսում է նույն Եզրաս Ներսիսյանի մասին եւ այլ հոգեվորականների մասին։ KGB-ից խոսեցիք, անդրադառնանք այս հարցին էլ։ Պուտինը այսքան ժամանակ պատահական մարդու է մեդալ տալի։ Շուտ արժանինքների համար, չէ՞, Պուտինի համար ինչ արժանինքներ կարող են լինել։ Բացատրենք։ Բանեն անեկդոտը հիշեցի, չէ՞, որ երեխեքը տատիկին հարցնում են, ասում են տատի երեխեքը որտեղից են ծնվում, ասում արագիլներն են բերում, ասում հիմա ասենք թե տենց մի ամիտ էլ մեռնի։ Հիմա մոտավորապես այս պատմությունն է։ Ասենք Լավ, մամուլի մասին էլ խոսեցիք, պարոն Մեհրաբյան, տեսեք, ԻՄՆՄ-ի հաղորդավարները օրերս ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին, ընդդիմադիր մամուլը կրկին աղմուկ բարձրացրեց, ընդդիմադիր գործիչները ասացին, որ սա հարված է ժողովրդավարությանը, խոսքի ազատությանը եւ այսպես խուլիգանություն է։ Հիմա որտեղ պիտի հասկանալ այդ ներողություն, հայհոյել կարելի, եթե մեկը դուրս գա փողոց, մայթում, կանգնի ու սկսի հայհոյել, ոստիկանները կգան, կբռնեն, կտանեն, չէ՞։ Ինչի համար։ Խուլիգանության համար։ Հիմա եթե այդ նույն բանն արվի եթերից, նույն բանը չի։ Ստեղ ի՞նչն է քաղաքական։ Դե ասում են օրինակ Սերժ Սարգսյանի հարցազրույցը այնպեսի մեծ ռեզոնանս է առաջացրել, որ հասկացանք։ Հետո դրանից հետո էլ ասենք այդ հայհոյողը գնա, ասենք կանգնի Սերժ Սարգսյանի նկարի կողքը։ Դրանից խուլիգանությունը դադարում է խուլիգանություն լինի։ Հարցը հենց նրանում է, թե որտեղ հասկանալ, որ սա խոսքի ազատության սահմանափակում է ժողովրդավարության։ Տեսեք, հիմա գալիս ենք ավելի գլոբալ հարցին։ Լավ, ասենք թե այդ երկու անձանց խուլիգանության համար հանցակազմ տեսնելով վերցրել տարել են հասկացանք։ Այսօր Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին մեղադրում է պատերազմ սանձազերծելու մեջ, միջազգային հանցագործության մեջ է մեղադրում Հայաստանը։ Հասկանում եք։ Ռոբերտ Քոչարյանի հետևից ով է գնում, այս էլ առաջի անգամն չի։ Ով է գնում Ռոբերտ Քոչարյանի հետևից։ Պետքա գնալ իրավապահ համակարգը։ Բա ի՞նչ պետք է անել։ Դատախազությունը հենց նրա համար է, որ իմ եւ ձեր անունից, որովհետեւ եթե նրանք հայհոյել են Ալեն Սիմոնյանին, Ռոբերտ Քոչարյանը ամենօրյա ռեժիմով իր քաղաքականության մեջ գտնվել է, դա հայհոյանքա բոլորիս հասցեին։ Դրա տերը, եթե դատախազությունը չի, մենք չենք դատախազության համար հարկեր վճարում, կարող եք ինձ բացատրել։ Պետության շահերը պաշտպանում է դատախազությունը։ Հասարակության շահերը այդ պաշտպանում է, այո, դատախազությունը, հա։ Հանրային հայց է ներկայացնում։ Բա գնացեք ներկայացրեք։ Մեկ հարց էլ Վաղաշապատից, պարոն Մեհրաբյան, Միքայել Աջապահյանը բանտից հայտարարել է, որ ընտրողը իր բառերով ասած ընդդիմադիր ցանկացած ուժին տված քվեով պետք է մեժում արտահայտի այս խունտային։ Նախ ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը, սա ուղղորդում է, թե ուղղորդում չէ, եւ կարող ենք արձանագրել, որ ամեն դեպքում որոշ բարձրաստիճան հոգեվորականներ այո շարունակելու են այդ ընտրական process-ների վրա, գոնե իրենց հայտարարություններով որևէ ազդեցություն ունենալ։ Դες էլ հոգեվորական չկա։ Ստեղ մի մարդ է, որը ընդհանրապես իսկ խունտան ինչ է։ Խունտան սահմանում ունի։ Հիմա նայեք այդ սահմանման հետ բռնում է թե չէ։ Այդ տենց հո տերմիններ շախտալով չի։ Երկրորդն էլ բաժը չափ ստացելս գնա նստել է մարդ ինչ ասում։ Հանգիստ նստի քո համար, դու էլ ակտուալ չես։ Քու կոչը քանի կոպեկ արժի, ասենք ինչ համար ես էլի քեզ այդքան գցում։ Հասկացանք։ Ակտուալ է որպես ընդդիմադիր գործիչ, բարբերաբար հիշում են իրեն որպես քաղբանտարկյալ, այո։ Բա մենք գիտեինք ինքը Սրբազանը, Սրբազան ընդդիմադիր լինում է։ Կամ ընդդիմադիր Սրբազան։ Չի լինում։
Իսկ 2026 թվականի Սա խառնել ենք իրար, հասկանում եք։ այս նախընտրական տրամաբանության մեջ Ոչ, նախընտրական տրամաբանություն չի, սա հիբրիդային պատերազմի տրամաբանություն է։ Դրա համար մենք երբ որ խոսում ենք 5-րդ Շարասյան մասին, դրանից առանձնացնում ենք նաև 6-րդ պալատը, որովհետև հիբրիդային պատերազմի, այսպես ասենք, մարտավարություններից մեկն էլ դա անլրջացնելն ընդհանրապես քաղաքական process է։ Հրապարակային խոսքը։ Հիմա այս մարդիկ սենց անմեղ սունակ բաներ, որ խոսում են, ինչա չեն հասկանում, ինչ են խոսում, շատ լավ են հասկանում, բայց իրենք պետք է այդպես խոսեն, հասկանում եք, այդպես սցենարն է այդպիսին։ Եվ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նկատի ունեմ նույն ձևով միջամտելու են։ Իհարկե, դուք սպասեք, որ հեսա ձեր սիրելի կառավարության թարս հասկացած դեմոկրատիայից կօգտվեն նաև ֆրիկ խմբեր, կգան թամաշա սարքող խմբեր կլինեն այսպես իբր լուրջ, նրանք խոսան ծանրակշիռ, հա, Հայաստանին, օրինակ, կմեղադրեն պատերազմ հրահրելու բան, եւ կհայտնվեն, այսպես հերթապահ մեյմուններ, որոնք այդ կողքերը այդպես յալանչիություն կանեն։ Այդ ամենը ամբողջացնում է պատկերը։ Եվ Մայրաթորի վերջին հայտարարությունը եւ հոգեվոր խորհրդի գերագույն հոգեվոր խորհրդի հայտարարությունը, որ ավելի շատ քաղաքական բովանդակություն ուներ, քան հոգեվոր, ինչի մասին էր, որ կրկին դատապարտում են այս իշխանություններին եւ տեղի ունեցողը հարձակում է եկեղեցու վրա։ Դե եկեղեցին ցույց տվեց իր անկարողությունը այս պահի դրությամբ իր հարցերը իր ներսում լուծելու գործում, հա։ Եկեղեցին անկարող է հարցերը լուծել, հետեւաբար հասարակական ճնշումը պետք է շարունակաբար լինի, որպեսզի եկեղեցին պարտադրված զգա իրեն իր հարցերը իր ներսում լուծելու։ Այսինքն ներսից հոգեվոր գերագույն խորհրդից դա չակնկալել։ Այս պահի դրությամբ մենք ունեինք այսպես զգուշավոր, շատ զգուշավոր այսպես ակնկալիք, չասեմ լավատեսություն, որ այնուամենայնիվ ինչ որ կանգնեն լուծման ճանապարհին, բայց դա դեռ տեղի չի ունեցել, ասելիքս ինչն է, որ պետք է շարունակել հանրային ճնշումը այն ձևով որ արվում է, որպեսզի եկեղեցին իրեն պարտադրված զգա լուծումներ տալու, իր հարցերի լուծումներ տալու, հասկանում եք, որովհետև այնպեսի աղաղակող խախտումներ կան ներեկեղեցական կանոնների, որոնք հետո սկսել են շահագործվել ռուսական հատուկ ծառայությունների կողմից եւ իրենց սարքել են իրենց ստրուկը ոմանց։ Եվ դրա արդյունքում էլ մենք տեսնում ենք ինչա կատարվում։ Բայց ամենտեղ դրանց էլ մեդալներ էլ ա տալիս, էլի, այն դեկորատիվ շների կոնկուրսի նման, չէ՞, ում տեսնում ա շատ սիրուն ա, մի հատ մեդալ ա կախում, մի հատ էլ, չգիտեմ, ինչ-որ համով բան ա դնում բերանը։ Մոտավորապես ողորմելի վիճակ։ Բայց ամեն դեպքում կոնսոլիդացիա կա կաթողիկոսի շուրջ եւ կաթողիկոսն էլ չի պատրաստվում հեռանալ եկեղեցու ներսում նկատի ունեմ։ Այդ պետք է ջարդել այդ կոնսոլիդացիան, որովհետեւ չի կարող կոնսոլիդացիա լինել մի բանի շուրջ, որը դեմ է պետությանը։ Հնարավոր չի դա։ Եկեղեցին պետք է դուրս գա պետությանն դեմ իր այս դիրքավորումից։ Պետությունը չի հանդուրժելու սա, պետք է այս բանը մեկընդմիշտ իրենք հասկանան։ Իսկ այդ ճանապարհին կաթողիկոսի հեռանալը ճիշտ է հասկանում։ Անխուսափելի։ Շնորհակալ եմ, պարոն Մենք նման կաթողիկոս չունենք այլևս եւ այլևս չպետք է ունենանք, իսկ այս խայտարակ քառորդ դարի համար մենք դեռ սերունդներ դեռ կարմրելու են այս տարիների համար։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ, կհանդիպենք։